Ժողովուրդը ոգևորված է, ժողովուրդը զգում է, որ մենք շուտով փոփոխություններ ենք բերելու։ Ով գնացել է դուրս, թող հետ վերադառնա։ Մեծ աշխատատեղեր է բացվելու։ Դուք, պարոն նախագահ, կարծում եմ, որ մի անգամ արել եք, էլի կարող եք անել։ Այո։ Մյուս անգամ, սաղկացնենք մյուս անգամ, եթե չկա հույս անգամ, հույս կճարենք մյուս անգամ։ Հատիսի վրա Հիսուսի արձան ու Նոյան տապան 20 միլիոն զբոսաշրջիկներով, Աչափնյակի կայարան ու շրջանաձև մետրո, արդյունաբերական ու ակադեմիական քաղաքներ ու տիեզերական միանգամից 3 արբանյակներ։ Հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում շուրջ 2.5 միլիոն ընտրողների ձայները ստանալու պայքարում քաղաքական ուժերը մրցում են ոչ միայն թոշակների բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման խոստումներով, այլև մեգա նախագծերով։ Երևանի մետրոյի Աչափնյակ կայարանի կառուցման մեկնարկ։ Իշխող ԿՊ-ն ընտրողների քվեն 3-րդ անգամ ստանալու դեպքում կրկին խոստանում է սկսել Երևանի մետրոյի Աչափնյակ կայարանի կառուցումը։ Մի խոստում, որ Փաշինյանը տվել էր նաև 4 տարի առաջ։ 2024 թվականին պետք է սկսենք շինարարությունը Աչափնյակ կայարանի։ Աչափնյակի մետրոյի կառուցումն այդպես էլ չսկսվեց եւ այն մնաց իբրև չկատարված խոստում, տեղ գտնելով ԿՊ նախընտրական նոր ծրագրում։ Այս անգամ իշխող ուժը խոստանում է այն իրականություն դարձնել 2033-ին։ Փաշինյանի մրցակիցներից Գագիկ Ծառուկյանը նախորդին հեգնում էր ԿՊ-ին։ Ուրիշ երկրներում նայելով ոնց է զարգանում 8 տարվա մեջ 8 քաղաք են կառուցում։ Մեր մոտ 8 տարվա մեջ մի հատ մետրոյի կայան չի կառուցվում։ Իդեպ Փաշինյանն առաջիկա ընտրություններում խոստանում է ոչ միայն Աչափնյակի, այլև ակադեմիական քաղաքի մետրոյի կայարանի կառուցում, այսինքն մեկի փոխարեն երկուսը, ինչը ըստ վարչապետի հնարավորություն կտա ունենալ շրջանաձև մետրո։ Աչափնյակ կայարան, հաջորդ թիվ մենք կայարան կունենանք ակադեմիական քաղաքում, ակադեմիական քաղաքից կլինի միացում մետրոյի Չարբախ կայարանին եւ կստացվի, որ մեր մետրոն շրջանաձև պտույտ անելու հնարավորություն ունի։ Մինչ Փաշինյանը խոսում է մետրոյի նոր կայարանների մասին, Գագիկ Ծառուկյանը խոստանում է հաջորդ տարի ավարտին հասցնել իր գլխավոր մեգա նախագիծը՝ Հատիսի գագաթին Հիսուսի արձանի կառուցումը։ Ընդ որում, եթե Փաշինյանի ծրագրով 2031-ին նախատեսվում է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկներ գրավել, ապա Ծառուկյանը միայն Հիսուսի արձանի կառուցմամբ խոստանում է զբոսաշրջիկների թիվը հասցնել 20 միլիոնի։ Շատ բան է։ Ասեմ այսօր այս ծրագիր եմ արել, որ 20-30 միլիոն մարդ գա, դուք մի հատ էլ երկու հատ էլ ուրիշ ծրագիր անեն, ասենք այդ ծրագիրը ոչ թե միայն մեր այս տարածքին է օգուտ, ամբողջ Հայաստանին։ Եթե Ծառուկյանը խոստանում է 20 միլիոն զբոսաշրջիկ բերել, ապա Փաշինյանն էլ խոսում է մինչև 2033 թվականը Զվարթնոցի երկրորդ տերմինալը կառուցելու մասին, քանի որ ինչպես ինքն է նկարագրում, Զվարթնոցում արդեն լուրջ խցանումներ են առաջանում։ Համարյա թե այնպիսի խցանումներ են, ինչպես Երևան քաղաքում պիկ ժամերին։ Փաշինյանը խոստանում է նաև ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի մեկնարկ, ընդ որում ԿՊ նախընտրական ծրագրում նշվում է, որ մինչև 2027 թվականի ավարտը պետք է իրականացվի նոր միջուկային էներգաբլոկի տեխնոլոգիայի ընտրություն։ Սա այն դեպքում, երբ նույն Փաշինյանն այս տարվա մարտին միջուկային էներգիայի Փարիզյան գագաթնաժողովում հայտարարում էր, որ Հայաստանն արդեն որոշում է կայացրել իօքուտ փոքր մոդուլային ռեակտորների։ Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ։ Այսինքն 27 թվականի ավարտին մենք ըստ էության արդեն վերջնական որոշում պետք է ունենանք, առնվազն մտադրությունների հուշագիր ունենանք ստորագրած, թե ում հետ ինչ ատոմակայան ենք կառուցում։ Ատոմակայանի կառուցման մեգա նախագիծ ունի նաև Գագիկ Ծառուկյանը, որի համոզմամբ այն կարժենա շուրջ 5-ից 6 միլիարդ դոլար, սակայն Ծառուկյանի թիմը պնդում է, ատոմակայանի կառուցումը պետք է սկսել հենց հիմա, քանի որ հետո ուշ կլինի, հաշվի առնելով, որ էներգաբլոկի կառուցումն առնվազն 10 տարի է տևում, իսկ ներկայիս ատոմակայանի շահագործումն ավարտվում է 2036-ին։ ԲՀԿ-ում հարց են բարձրացնում, արդյոք Փաշինյանի կառավարությունը միտումնավոր է ձգձգում ատոմակայանի կառուցումը։ 27 թվին նոր հələ պետք է որոշի մոդուլային թե Ռոսատոմի բանը, ատոմակայանը, այդ պարագայում ինքը ուշանալու է, չգիտեմ, դա միտումնավոր է թե միտումնավոր չի։ Ընտրություններից մեկ ամիս առաջ ընտրական գործընթացի գլխավոր դերակատարները նաև մրցում են աշխատատեղի եւ թոշակների հարցում իրենց խոստումներով։ Տարեկան առնվազն 25,000 նոր աշխատատեղերի ստեղծում։ Ստեղծելու ենք 300,000 աշխատատեղ։ Մեկը թողնելու ենք Փաշինյանի համար։ Թմբուկ նվագել։
Ստեղծում ենք տարեկան 35,000-ից մինչև 45,000 աշխատատեղեր։ Եթե Հայաստանն 8 տարի ղեկավարած վարչապետ Փաշինյանը խոստանում է իր վերընտրության դեպքում տարեկան առնվազն 25,000, այսինքն առաջիկա 5 տարում 125,000 նոր աշխատատեղ ստեղծել, ապա նրա գլխավոր մրցակիցներից միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը գրեթե եռապատկում է այդ խոստումը 5 տարում 300,000 աշխատատեղ։ Ընդ որում իր այս խոստումը տնային կալանքում գտնվող Կարապետյանը հակադրում է 300,000 ադրբեջանցիներով Հայաստանը վերաբնակեցնելու Ադրբեջանից շարունակ հնչող պահանջի հետ։ Սյունիքի կորցնելու վտանգն եմ տեսնում, Սևանի գյոլչա դառնալու վտանգն եմ տեսնում, Հայաստանի թրկացման վտանգն եմ տեսնում, բայց մի անհանգստացի։ Մենք դրա դիմաց ստեղծելու ենք 300,000 աշխատատեղ հայերի համար։ Փաշինյանը մինչդեռ աշխատատեղերի ստեղծման մասին խոսելիս հակադարձում է, անցած 8 տարիների ընթացքում իրեն հաջողվել է արդեն շուրջ 300,000 աշխատատեղ ստեղծել եւ առաջիկայում էլ այդ ուղղությամբ քայլեր են արվելու, մասնավորապես արդյունաբերական քաղաքի կառուցման եւ թրիփի նախագծի շրջանակներում։ Մոտեցումը հետևյալն է. աշխատատեղ։ Հայաստան դաշինքի վարչապետի տեխնացու Ռոբերտ Քոչարյանը մինչդեռ հիշեցնում է 1998-ից 2008 թվականները, իր պաշտոնավարման 10 տարիները, երբ տարեկան 35-ից 40,000 աշխատատեղ էր ստեղծում։ Երկրորդ նախագահը պնդում է, նույնը կարող է անել նաև այսօր։ Ես ամենից այն մարդն եմ, որը միշտ կարողացել է խոշոր ներդրողներ հարավերել Հայաստան։ Քաղաքական ուժերը նաև մրցավազքի մեջ են մտել շուրջ 500,000 թոշակառուների սիրտը շահելու կամ ավելի կոնկրետ ձայները ստանալու հարցում։ Կենսաթոշակը վերջերս անսպասելիորեն 10,000 դրամով բարձրացրած Փաշինյանը խոստանում է, որ իր վերընտրության դեպքում միջին փաստացի կենսաթոշակը ցածր չի լինի նվազագույն սպառողական զամբյուղից։ Ներկայումս սակայն միջին կենսաթոշակը 59,000 դրամ է, մինչդեռ նվազագույն սպառողական զամբյուղը 68,000 դրամ։ Ինչն էր խանգարում Փաշինյանին անցած 8 տարիներին իրականություն դարձնել այս խոստումը եւ ոչ թե բավարարվել թոշակները ընտրություններից մի քանի ամիս առաջ 10,000 դրամով բարձրացնելով։ Փաշինյանի այս քայլը սուր քննադատության արժանացավ ընդդիմախոսների կողմից, ովքեր պնդում են, որ իշխանությունն ընդամենը փորձել է նախընտրական շրջանում կաշառել 500,000 թոշակառու ընտրողներին։ Միջ այդ բարձրացումը 2 ամիս առաջ ասում էր թոշակառուին 10,000 դրամ ինչ անելու, չգիտի թե ինչ անելու, չէ։ 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառուն։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Վարչապետի պաշտոնին ձգտող Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն իր հերթին խոստանում է թոշակների կտրուկ, մասնարապես նվազագույն կենսաթոշակի 50%-ի բարձրացում, այսինքն ներկայիս 46,000-ից դարձնել 69,000 դրամ։ Երկրորդ նախագահի թիմը նաև խոստանում է թոշակների ինդեքսավորում, որպեսզի գնաճով պայմանավորված բարձրանա նաև թոշակառուի կենսաթոշակը։ Միջին կենսաթոշակը աճել է իմ նախագահության ժամանակ 6 անգամ, 6-ապատիկ։ Հետ քայլ չի լինելու, ավելի մեծ ավելացում է լինելու։ Մինչդեռ Փաշինյանը հորդորում է թոշակառուներին հակառակ չուզողների 3-ից 5 եվրոյով տոմս գնելու առողջապահական ապահովագրության շնորհիվ դեղերի վրա տնտեսած գումարներով թռչել ուղիղ լեռնակա։ Չուզողներին ի հակառակ ես կոչ եմ անում, որպեսզի մեր թոշակառուները դեղերի գումարները մի կողմ դնեն եւ առաջիկա ամռան ընթացքում օգտվեն առիթից կամ գուցե օգոստոսին, աշնան, սեպտեմբերին, երբ որ սեզոնը այդպես ակտիվ չի եւ այո, սկսեն ճամփորդել։ Ուշագրավ է, որ 300,000 ադրբեջանցիներին Հայաստանում վերաբնակեցնելու Ադրբեջանի խոսույթը նախընտրական այս շրջանում ակտիվորեն օգտագործում է ոչ միայն միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը, այլև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, այս դեպքում ոչ թե աշխատատեղերի, այլ իշխանության կողմից գույքահարկը մի քանի անգամ բարձրացնելու համատեքստում։ Փաշինյանի իշխանությունը դեռևս 2020-ին Հայաստանի հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարեց, համաձայն որոնց քաղաքացիները 2026 թվականից սկսած արդեն 100%-ով բարձրացված գույքահարկ են վճարում, ինչը մարդկանց շրջանում լուրջ դժգոհությունների առիթ է ստեղծել եւ բնականաբար դարձել նաեւ նախընտրական բանավեճի առարկա։ Ու այսօր գույքահարկները ավելացել, այսինքն մարդուն առաջարկում են, որ դու քո տները ծախի գնա, ադրբեջանցիները 300,000-ը պետք է գան, ստե գնեն մնա։ Այս թեման նաև վարչապետի տեխնացու Ռոբերտ Քոչարյանի օրակարգում է, ում առաջնորդած Հայաստան դաշինքը խոստանում է չեղարկել գույքահարկի բարձրացումը։ Քոչարյանն ինքը Փաշինյանի այս որոշումը անմարդկային է որակում։ Լավ, դու մարդկային որևէ բան չունեք, դու հարկը բարձրացնում ես եւ ասում ես գնա ուրիշ տեղ ապր։ Ոնց։ Մարդը բան չի, sense խանութի ապարանք չի, մի
պոլկայից վերցնես, տանես մեկ ուրիշ պոլկա դնես։ Քոչարյանի պաշտոնավարման օրոք Երևանի կենտրոնում բազմաթիվ քաղաքացիներ զրկվեցին իրենց գույքից։ Հանրային գերակա շահ ճանաչված տները քանդվեցին, որոնց տեղում այսօր Հյուսիսային պողոտան է։